Սիրելի հետևորդներ, ձեզ ասում եմ բարի լույս ասեմ բոլորիս, բարին մաղթեմ ու ամենքս անցնենք մեր գործերին, մեր գործերի բնույթը գիտեք որից հետո յամ, այսօր էլ կխոսեմ, ինչի մասին, էլեկտրոֆորեզի մասին, առաջինը պարաֆին ունենք, պարաֆինի մասին արդեն իսկ հասցրել եմ ասել, խոսել, զրուցել, բայց էլեկտրոֆորեզը հետո որ ոչինչ բան չեմ ասել, որովհետև ամեն ինչը ոնց են ասում հերթով, շարքով, կարգով, եկեք մի բաժակ կոֆե խմենք, ոնց են ասում մարդ բախում էլ արդեն բարձրացի, ստացվում անեն, ոնց որ ես ինձ աչքով տալուց հրնեմ, հենց ասում եմ գլուխս չի թավում, մեկ է տենում եմ հոմի գլխացավ չի բռնե, ու այն որ հայտնվում եմ անգելանելի վիճակը։ Եկեք կամանց ես իմ կոֆեն դրի, այն որ կես րոպեմ էփելու ա գիտենք, որովհետև բանա էլեկտրական ա, տեսեք միացնել ու ֆշշալը մինելավ, մենք չի որ ինչ-որ թե ինչա, սիրելի հետևորդներ ջան։ Հիմա արթնացել ենք, նախաճաշել, այսօր մտքումս կար, որ ճաշարանը ներկայացնեմ, բայց թե ասի լավ, այս պրոցեդուրաներից մի քիչ ասենք խոսանք, հետո հերթը ճաշարանի մեկ կհասնի, որ խոստացել եմ, հենց այնպես չի սիրելիներ ջան։ Ջերմ ու աշխարհը մի պլպլան ու պսպղան արևա դուրս եկել ենքան հետաքրքիր ա ժամը 9:20 պակաս սկսեց արևը ուղիղ թափանցել մեր սենյակ արևի ուղիղ ու տաք ճառագայթները։ Ինձ թվում ա արդեն գիտեք էլ կարիք չկա ասելու, որ իմ սենյակի դուռը բաց ա, որովհետև ուրիշ ձև չէր էլ կարա ըլներ, սիրելի հետևորդներ ջան, եկավ իմ կոֆեն, քլթքլթալով, փրփրելով, ջղայն, ուզում ա գա ու թափի, բայց թե հո ես չեմ թողա, որ թափի, կեսը կատակ, կեսն էլ լուրջ, բայց դե գիտեք, ստեղ են ասել, կատակի կեսը միշտ էլ լուրջ ալնեմ, հենց կատակ, ոչ մի անգամ չի լնեմ սիրելի հետևորդներ ջան, այսօր դեռ չգիտեմ, էլ ինչ եմ անելու, ինչով ենք զբաղվելու, բայց թե պարզա, որ եկել ենք ասել ստեղ, ուրեմ զբաղմունք ուզենք չուզենք գտնելու ենք, ես տնեմ թող զարյատ կալնի, պատկերացնում եք դուխուկափարիչի վրա ածիկալոն, հա, նղամարդկանցը տենց են ասում, փոշի անստել, պահի տակաչ կովս ընկավ ու ներվայնաց, եթե անկեղծ։ Այսօր պայմանելիք հա, կուզեմ դուց գանք, ման գանք, բայց մեկ էլ ոնց են ասում հեչ հավեսից չի բերում, մտկերով արդեն, գիտեք ուր եմ հասնում, այն ձևի տեղեր, ուր գնալու համար տեղը տեղին պատրաստվելա պետք, սիրելի հետ
հետևորդն էլ է։ Ասենց։ Այն տումբիչկի վրա սա եմ գցել։ Ասի հանեմ շրջեմ, որ ճիշտ եղնի ու լավ եղնի։ Մինչև ես պահաս ելիներ չան, դեռ ինձ գրում եք ու գրում, այդ զանգի համար, զգուշության համար, շատ ապրեք, բայց թե այո, զգուշությունը շատ լավ բան է, այսօր բոլորս ենք տենում, ոնց է այդ անզգուշության պատճառով, չգիտեմ ինձ իրավունք վերապահեմ, ասեմ թե չէ, այն մի վերականգնողական կենտրոնը, որ գնում էինք, երևի թե Instagram-ները մեկ տեսած կգնեք, ըտե բուժքույրերից մեկը բավականին կյուրտ, բավականին հասունոխելացի, մի խոսքով, օնլայն հարթակում շարի է էլի գալիս, ու ուրիշ բառ չգտա, որ ասեմ, կներեք արտահայտությանս համար, որովհետև ոնց միտքս եկավ տենց էլ ասեցի, ու մարդու վրա չեղած վարք եմ ձևակերպում, այնպես որ այդ տվյալների առավել ևս հասցեի եւ այլն, ես շատ հազվադեպ դեպքում, որ կփոխանցեմ իմ տվյալները կամ առհասարակ հեռախոսահամարը, հիմա ասելու եք, բա ոնց ես մարդկանց հետ շփվում, պատկերացրեք, որ դրա ձևն էլ կա, ամեն ինչն էլ կա, մարդու մտքում տեղ ելնի, կճուճում էլ եղ կլնի, ասած մեր մեծերին, այնպես որ տեսնենք, միգուցե խաբեություն լինի, բայց թե ես ոտքան միամիտ չեմ, չգիտեմ, մեկ էլ սենց մի հատ խոսք կա, չէ, որ ասում խորամանկը երկու ոտքով է թակարդն ընկնում, ասում երբեք միասի, երբեք, հմի դուրու ոնց ու սուփուս, սպասենք տենանք ինչ կլնի ու ոնց կլնի, այդ տենց բաներ, չգիտեմ ձեր հետ պատահում է, թե չէ, որ ոնց ասեմ, ուշկու միտք, այն օրը մի հատ գրառում կարդացի, էդ էլ ստեից սկսեմ, ուրեմն գրառում անողն ասում Անահիտ ոնց ալնում, որ ասում ես տունս շատ եմ սիրում, բայց տանդ հայարին չես մնում, ոնց ալնում սիրելի հետևորդներ, պահնա ստեղծում, պահնա ստիպում, պահնա թելադրում, այո, ինձ որ մնա իմ տանից լավ տեղ չկա, իմ անկողնուց լավ անկողին չկա, Ալեքսեն դուրը փակի էլի բալա, ոնց գիտես, ոնց քեզ հարմար է, ես քեզ թույլ եմ տվել, անես այն ինչ ուզում ես, էլ չասեմ, որ նախաճաշելուց հետո հաց էլ տանեմ, գնա ու փակի, նախաճաշելուց հետո ես միշտ ասում եմ, մենք ամենքս սովորում ենք մեր չափով, իմ Ալեքսն էլ իրա չափով, իրան ինչ պետք է եղել արել եմ, դասերի հետ կապված, ասում մամ կարամ հանգստանամ, բա իհարկե կարաս, ուրիշ ստեղ ինչ էլ կարանք անենք, որ դուրս եմ գալիս, վախում եմ, որ մրսի, պատճառը էտ է, որ չեմ ուզում դուրս գամ, ոնց են ասում, այսքան ամակ աշխատանքը ջուրի չթափվի, օրինակ այսօր էստա առաջի պրոցեդուրան պարաֆինից հետո վաբշե չի կարելի էլի սառեցնել, որ իրա էֆեկտը տա, սենց ասեմ, դրա համար ուզեմ, չուզեմ, մնում ես այս 4 պատի մեջին ու նայում եմ այդ գրարմանը ասում եմ իրոք էլի կողքի աչքով որ նայում ես մարդը ճիշտ է ասում, հոսուտ չի ասում, բայց այդ գրքի մի երեսն է, բա որոշ օր ջում ենք այն մյուս երեսը, ուրեմն եթե տանից տեղից
կտրվում եմ իմ քյորփի հետ, այ մեր դորվա բարբարն ասավ իմ երեխի հետ, պետք է էլի սիրելի հետևորդներ, որ թողում ենք, այո, իմ համար, ինձ թվում է ամենքիս համար էլ իրա տունը սիրուն էլ է, դրախտային էլ է, լավն էլ է, ամենասիրուն, ամենալավ տունն է, չէ, ասում են, որ խրճիթն է, այն հին խրճիթն է, գետի եզերքին, ծառերի տակին, իրոք կա տենց բան, դրանք հենց ասված խոսքեր չեն։ Հիմա ինչքան ուզում ստեղ չես մտածում, վայ վեր կենամ ինչ եփեմ, վայ լվացքս, վայ երկրորդ հարկի զալի պոլը, կամ փառերը, կամ վայ հայաթը մնաց ավլելու, այս իմ պահով եմ էլի, ես ձեր հետ սենց կիսում։ Կոպիտ ասած, դառնում ես ճակերտավոր անվան հուրի, ու չես իմանում ինչ անես, բայց դրա հետևում հասկանում ես, որ մի հատ մեծ գործ ես անում, քո բալայի, քո թանկ բալայի համար, դրա համար մարդը, որ գրում է, այո, գիրքը, որ թերթում ենք, մի երեսում ինքը ճիշտ է, բայց էլ մյուսերը էսնել եկեք կարդանք էլի, սիրելի հետևորդներ ջան, ինչև է, սենց բաներ, հիմա վեր ենք կացել սովորականի նման, նախաճաշելուց հետո եկել մի քիչ գիրք բացել փագել, սիրելի հետևորդներ ջան, ամենքս մեր չափով նորից եմ կրկնում, ու այդքան մի բան, ով էր մեզ գրել, որ ինչի Ալեքս Նիրապայուսակը չի բերել, այո չի բերել, չեմ էլ թաքցնում, մենք սովորում ենք մեր չափով, սիրելի հետևորդներ ջան, կարևորը անգրագետ չմնանք, ինչ գրքեր որ պետք է մենք մեր հետ բերել ենք, մենք զբաղվում ենք, պլյուս դրանց տեղ ենք զբաղվում, պլյուս դրան ունենք լավ գիտեք օնլայն դասատու, ինքը որ պետք է անում այն, ինչը որ մեզ շատ խիստ անհրաժեշտ է։ Այդքան մի բան։ Հիմա համ ձեր հետ խոսում եմ, համ կոֆես խմում եմ, համ էլ աչքի տակով այս սրան եմ նայում, մտածում եմ արժե քսել, չարժե քսել, հավես կա, չկա, մի տեսակ ինչքան ուզում տեղդ լավն լինի, անելիք չունենաս, ախր տունդ մագնիսի պես ձգում է, գրառումների բաժնում է, որ չեմ տենում, դուք էլ եք գրում քո տնական վլոգներն ուրիշ է, մի տեսակ ոնց որ սենց դուխս ավելի անգնում, այլ ուրիշ հարմար բառ չեմ գտնում, որ ասեմ, բայց կհաղթահարենք, տենց բաների միջով ենք անցել, էդ էլ կանցնի, Երևանի ուստերի տարբերությունը գիտեք որն էր, նախ ընդեղ օդը սենց չի, ու շատ սուր չի, ու շատ ցուրտ չի, ես վստահ եմ են օրը անտառում մրսեցի, մինչև զգացի, որ գլուխս լավ սառավ, արդեն ուշեր նոր կապիշոն քաշեցի, բայց թե ես իմ, ուղղակի սենց սենյակում է նստում, կոպիտ ասած սահլետ գնում է, շատ դեպքերը աստիճանները ոտքով ենք իջնում բարձրանում, այդ դեպքում էլ ծունկս լավ իրա մասին զգացն էլ տալիս, աչքիս մի հատ մեծ թեմա է իմ համար բացվել, ուղղակի ես դեռ ուշադրություն չեմ դարձնում, մտածում էի ստե կլնի, մի հատ սոնոգրաֆիա կանեմ կհասկանամ ինչ է, այն էլ աշն բան էլ չկա, ու մի խոսքով մնում ենք դեռ անորոշ վիճակում, սիրելի հետևորդներ, Ալեքսի համար այս օծանելիքն ենք օգտագործում ու քոնան ու շայիր ահոտում, հետ չեմ էլ սիրում,
իր ֆիրման, եթե անկեղծ, ովքեր ինչա չտվանից են հետևում, գիտեք, որ ես ի սկզբանե չգիտեմ, թե ինչի չեմ հարմարվել այդ ֆիրմայի հետ, բայց արի ու տես ամենտեղ լավն եկա, վատն եկա, մի խոսքով, ուրեմն ինչքան հետաքրքիր բանա կյանքը, ասեցի չեմ, այն օրվա տիկինը, որ ասմա Լուսինեին գերուհին եմ, մորքուրի աղջիկն եմ, արդեն չեմ էլ հիշում ինչ էր ասում, որովհետև որը երևի մի 7-8-10 մարդու հետ ու ավել ես խոսում եմ, որ գլխումս սենց մեկ-մեկն ենց են կարգի խառնաշփոթ հառնում, իմ արած դրած բանի տեղը նորմալ չեմ էլ հիշում, ինչևից է, Լուսինեն այդ պահին ինձ գտավ, անձնականով շփվեցինք, ես կոմ, մեկ է քնում ես, զարթնում ես, նայում ես, որ մարդը կամեցել է հեռվից հեռում, քո երեխին քաղցր տոպրակ, որ Լուսինե ջան, քաղցր օրերը մնաս, լավ օրերը մնաս, սիրտդ միշտ տենց լեն ու բոլ լինի, ոնց են ասում, Աստված տվողին ա տալիս, նույն ձևով էլ սիրելի հետևորդներ ջան, այնպես չի, որ Լուսինեին առանձնացվի, բոլորդ էլ քաղցր օրերը մնաք, լավ օրերը մնաք, կարևորը մարդ կոչվելու կոչումը չմոռանանք ոչ մեկս, այդքան մի բան, ուրեմն, որովհետև այն ինչ որ կատարվում աստեղ, սենց վայրերում պետք է քար սիրտ գնես էլի, որ ոչ մի բանի մասին չմտածես, սենց նստենք ու մեր հացը ուտենք, մի քիչ ուզում եմ ստեղի ադաթների մասին պատմեմ, ոնց հասկացա ավանդույթ, հա, ադաթը մեր ժողովրդական բարբառով ասեցի, ուզում եմ փորձեմ առանց լացելու պատմեմ, որովհետև շատ էի լացել ու մտածում էի, բարձրաձայն եմ, չբարձրաձայն եմ, բայց թե ինչի չէ, անկեղծությունը իմ համար միշտ էլ համար առաջին տեղում է, թե ով ոնց կմեկնաբանի, անկեղծ ասած չի էլ հետաքրքրում, բայց եկեք մի հատ դուխ հավաքեմ, ու արդեն կոկորդս սեղմում է Աստված ջան, ուրեմն ճաշարանում ճաշի ժամ էր, ուստեղ ամեն ձևի մարդ էլ կա, միշտ ասել եմ, չեմ ամաչել, չեմ թաքցրել, ընդամենը ցավացել եմ, թաքցնելու ինչ կա, որ թաքցնեմ, ընդամենը ցավ ես ապրում, որպես ծնող, որպես մամա, որպես մարդ, կապ չունի, կարաս ծնող է չլնես, օրինակի համար, օրիորդ աղջիկ լնես, չգիտեմ, ցավ ես ապրում, նստած մեր համար, մեր հացն ենք ուտում, դե շփվում եմ ինչքանով որ ստացվում եմ, ավելի շատ, մի խոսքով չմանրանամ, հա, շփման մասին, մեկ էլ ճաշարանի աշխատակցուհին, սիրելի հետևորդներ ջան, ասում է ներողություն, որ ձեր կոպիտ ասած ուտել խմելը խանգարում եմ մի րոպեով լռություն ու դե դրանից առաջ միշտ տեսա, որ ծնունդներ են նշում, սենց մի հատ փոքր ձեռքի ափի չափով բիսկվիտ մոմը վրան, մարդու համար հաճելի պահ են անում ու մարդը իրան լավ ազգում, ստեղ դե կան մամաներ իրանց երեխեքի հետ, ցավոք սրտի կան նաև մամաներ, երեխեքը սայլակի վրա են, որ իմ համար ցավ ա դա մի այլ կարգի, որ թշնամուս էլ չեմ ցանկանա, ինքը հասկանա էլի այդ ինչա, տենա, զգա այն մոր ցավը, մի խոսքով չմանրանամ, որ չլացեմ, մեկ էլ դրանից առաջ էր
շփվում էի ես այդ մամայի հետ, կոֆե մոֆե խմեցինք, ես կոմ են կոմ, ու իրան ասում եմ, պահի տակ ես ինձ եմ էլի ուժեղ մարդ համարում, բայց ես ով եմ, սենց կատակով ասում եմ, ես ով եմ, ոման, Անահիտս, ես շատ թույլ մարդ եմ քու մոտ, որովհետև մարդու երկու երեխան է սայլակի վրա մի խոսքով չմոռանամ ու իրանց ծնունդներ ու ոնց հասկացա իրանք էլ են դեպ այդ պատվերով եկել ու որպես խնամակալ իրա այդ երեխեքի պապիկն էլ ա եկել դե պարզա որ այդ աղջիկը մենակով չի հասցնի էլի մի խոսքով ու մեկ էլ էլի նորից աշխատակցային ասմա հարգելի հանգստացողներ, սիրելի բարեկամներ, մեր այս երկու երեխեքի ծնունդն ա, ոնց են երգում Happy Birthday, ես դե աշխատում եմ, շատ սենց խորը չտանեմ, ստե զանգ եկավ անջատվեց, ես դե աշխատում եմ, շատ խորը չտանեմ, ինչքան էլ փորձում ես, բայց թե ոնց կար ասելի չի անհնար բանա որ չլացեմ էլի, այդ արդեն եմ ուզում մի խոսքով Happy Birthday, ինչ Happy Birthday, երբ որ իմ հոգում սրտում փոթորի կա այո աստվածին, մեկ էլ աչքովս ընգավ որ այդ երեխեքի պապին էլ էլի համ ծափա տալիս, համ արցունքները գնում ա ու այդա ահա որ ցավա սենց մտածում եմ էլի ասում եմ աստված ջան ինչի մասին ա խոսքը ինչից եմ ես պահի տակ նեղվում վիրավորվում թե մեկը փորձում ա ինչ-որ թե ոնց ասեմ էլի փորձի ինձ ցավացնի ու բա այդ երեխեքի մերը ինչ անի բայց այդ երեխեքի մերը ենքան ուժեղեր ու ենքան որ հավեսով սիրուն ծնունդեր կազմակերպել մի խոսքով ու մտածում ես էլի ասում ես աստվածին փաստորեն նույն ձևով մարդիկ կարան և ուրիշ աչքերով նայեն ցավոք սրտի ու դա Հայաստանում այ որ Անահիտի հետ շփվում ենք ինքը թե ասել եմ որ ինչ շատ ա օգնում Հոլանդիայից այս կողմ խորհուրդներով իրա խորհուրդները միլիոն ու միլիարդ արժե իմ համար ու ինքն ասում Անահիտ մեր մոտ ինչա թե մի երեխա հանկարծ լինի աստված չանի սայլակի վրա թե պետության կողմից, թե մարդկության կողմից այդ երեխան գտնվում ա բոլորի ուշադրության կենտրոնում ոչ կծաղրեն, ոչ այս կանեն, ոչ այն կանեն, ոչ այն կանեն բայց ցավոք սրտի մեր Հայաստանում եթե հանկարծ մեկը թողա դասը ինչ հարգելի պատճառով գնա առողջարան կամ մեկը մի քիչ ված սովորի վայ դու ոնց կլինի մերդ բոշայա հերդ բոշայա քեզ թողել են անտերության չեն մտածում որ մարդ կարա իրա չափով ընդամենը սովորի ու հասկանում ես որ այդ երեխից ավելը պահանջես դու քեզ թշնամի կդառնաս մի խոսքով այ էդ ա ցավը որ մենք դեռ չենք էլի հասել այն գրագիտության աստիճանին որ հասկանանք ամեն երեխա ունի իրա սովորելու սանդղակի չափը սիրելի հետևորդներ ջան հիմա ասելիքս ինչումն է որ աստվածին կարևորը մարդ լինենք առողջ լինենք այդ այնց պահերից հեռու լինենք շատ խորը նստվածք տվեց ինձ այդ պապի արցունքները էլի մարդը համ ծափահարում ա համ էլ մենք մեր բառով կասենք գլդուր լացում իրադարձների համար որ իրոք պետք է
հասկացողը լնես, որ չցավասելի չգիտեմ, սիրելի հետևորդներ, այ այդպիսի բան ես, հիմա ինչ ենք թողել, ինչի հետևից ենք ընկել, կարևորը ես կյանքում ես գտնում եմ ու կրկին ամեն անգամ համոզվում, որ մարդ առողջ լինի, ինքն իրան կարողանա սպասարկի, ինքն իրան լիարժեք հասարակության անդամը զգա, այդ է երջանիկ մանկությունը, որ ցավոք սրտի շատ երեխեք, արդեն իսկ շատ երեխեք չեն կարող ունենան, ցավոք սրտի, նորից եմ ասում, այդքանը, իսկ թե ոնց ասեմ, Ալեքսը պայուսակով կգա, պայուսակ, հավատացեք, ես հոգում եմ այդ բոլոր հարցերը, ապրեք, որ դուք այդքան ուշադիր եք, բայց այո, ես բերել եմ համապատասխան գրքեր, ինչը որ իրան պետք է ու իհարկե մենք զբաղվում ենք, մենք էլ մեր չափով, ավելի եթե պահանջը, ես իմ երեխին թշնամություն կանեմ, ես հիշում եմ դպրոցական տարիներիս, մեր դասարանում ունեինք երեխեք, որ ճակերտավոր ասած լավ չէին սովորում, բայց տարիներն անցան, սոցկայքերում իրար գտանք, ասում եմ ինչով է զբաղվում, ասում եմ փաստաբանական գրասենյակ ունեմ Ռուսաստան, պարզ միամիտ առանց հետևությունների ասում եմ վայ, բայց քոնն է, ինչ-որ մագար ասում եմ, հան այդ ես հասկանում եմ ինչ ես ասում, ասում եմ ես հետ եմ գնացել ընդեղ, որտեղից զգացել եմ չեմ հասկանում, ընտրել եմ փաստաբանի որոշումը, 5 տարի անընդմեջ պարապել եմ ու հասել արդյունքի, այնպես որ սիրելիներ ջան, ես չեմ կոտորվում, կարևորը Աստծուն աղաչում ու պաղատում եմ, որ մեզ առողջություն տա, Հայաստան աշխարհիս ու աշխարհին էլ խաղաղություն, մնացածը լուծվող հարցեր են, կրկին անգամ համոզվելուց հետո եմ ասում, այնպես որ լավ լինենք ու շատ լավ լինենք ու հաճելի բույս գալու համար էլ այս օծանելիքից եմ ուզում օգտվեմ այ համ տրամադրությունս փոխվի համ էլ ինչի չէ նաև անուշ բույրի առկայությունով օրս անցնի այդքանը մի փոքր անկեղծացած էր հետ հիմա արդեն մանրի ժամն է գնամ կարևոր գործ ունեմ սրանց լվանամ լավ եմ չասում հետո գնամ ուր գնամ ասեք Ալեքսիս վերցնեմ ու սկսենք մեր պարաֆինը հետո էլեկտրոֆորեզ այսօր էլեկտրոֆորեզից մի երկու բան կասեմ միգուցե ինչ-որ մեկիդ կհետաքրքրի այսքանը մինչև տնամ որտեղ ենք հանդիպում գնացի գործերս անելը այս դեմքը տեկուզես երևա հա թե հավեսը տալիս է ես եք նկարվել հետևորդներ եկել ենք էլեկտրոֆորեզի բուժքրոջն ասում եմ կարամ նկարեմ ասմա ուր ես գցելու YouTube ասմա TikTok էլեկտրոֆորեզը Ալեքսնա մի րոպե բալա էլեկտրոֆորեզի ապարատը սա է սարքավորումը ես չգիտեմ որ է ինչ անում բայց հոսանք է տալիս մարմնին Ալեքսս կատակով ասմա խուտուտ չտանք գործողությունը կոչվում է օձիքնաբր Սենց բաներ ա դրած, էսա հանելուց, բուժքույրն ասավ,
ինքն էլ կուզի երևա, համ գործողության մասին կասի, համ էլ կտենանք ինչա կատարվում։ Քանի րոպե էր այս ֆորեզի տևողություն։ 10 րոպե։ Ձենը գիտեմ, որ ձենա հանելը։ Չես պատկերացնում մարդիկ ինչքան ժամասայաբար սիրուն հավեսով ու հաճույքով լավ մոտեցումով իրանց գործը անում են։ Հավոր պատշաճի։ Ուր է։ Արդեն վերջացավ։ Չերել մի հետ, ասում մամա ֆոտոսեսի է։ Էլ մի հայն։ Չեմ մի ասում, ընդամենը պատմում ես։ Ինքը երկու հատ էս կոչվում է օձի քնաբեր, չէ։ Անունը ոնց է։ Կոչվում է էլեկտրոֆորես։ Ահա։ Մկանացավերի համար է, ստամոք սարվեքային հիվանդությունների համար է, նյարդային համակարգի հիվանդությունների համար է։ Տևում է 10 րոպե։ Ու հարց։ Ու ապտեք շատ։ Շնորհակալություն, առողջություն։ Վեր կենալուց հետո Ալեքսը սիրուն ու խմա։ Էդ է երկը ուղելը, բայն անգյոնացավ տանած սիրուն դզի։ Թրթիկ ապրես դյարի։ Թրթիկն վերցնենք։ Մեր թրթիկը բանն։ Երևի ես կանաչը, չէ։ Մի րոպե։ Так, այեսա, գնաց էսա կգա, մեկ էլ 20-15 ունենք, գնացինք, թռովում եք սա, արի սենց գնանք, տեղել չենք գնա, չէ, լավոս չէ, Գնացինք։ Սիրուն։ Այս այս բանից սիրելի հետևորդներ ջան։ Մի գնանք սենյավ կեֆ ուրախություն ժամը։ Էլ անելիք չունենք հլավոր։ Ուրեմ սենց նայմա ինչ ես ասում, Ալեքս, ասում ես ինչնա դուս եք է։ Բուժ բախարս։ Սենց նայմ ասում ամ ոնց որ բխերս դուս եք է։ Բա, ինքդ երևի մաքսելու ժամ կլնի արդեն, համերը մաքսը գնացել է, կողքի սենյակն է հասել մարդը, ահա, այ դուրն է փագում են, Գնա դուրը բացի, հա, սրտիկ չան։ Այդ նորից մեր սրպիշները, ընդեղ Ալեքսի գիրք-միրքն է, բարագույրը քաշի ազիս, որ է տարևը չնգնի սրտիկս, ու սենց բաններ, գնացինք։